24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Բարև ձեզ, պարոն Աղազարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ այսօր կալվելու համար։ Շնորհակալ եմ հրավերին։ Երեք երրորդ հանրապետության պատմության մեջ աննախադեպ բան տեղի ունեցավ, երբ բարձրաստիճան հոգևորականը դատապարտվեց։ Արմինե Մելիքսեթյանը Միքայել arczepiskopos Աջապահյանին 2 տարի ազատազրկում նշանակեց։ Սա ինչ բացատրություն ունի։ Դասա խտարակություն է իհարկե մի բարովեցի բնութագրենք, բայց նպատակները պարզ են, ակնհայտ են, որ ասենք Միքայել Սրբազանին մարդուն եթե ասենք հասցնել է վիճակի, որ դատավճիռ է կայացվում եւ պետք է նա 2 տարի ազատազրկման մեջ լինի, դա նշանակում է, որ առաջիկա ազգային ժողովի ընտրությունների հետ կապված մենք ունենալու ենք զուր խնդիրներ, որովհետեւ այդ ձեռագիրը, այդ գործելավոճը փաստորեն իշխանությունները կարող են օգտագործել եւ այն ձեռքբերումը, որ մենք ունեցել ենք հեղափոխությունից հետո արդար մաքուր թափանցիկ ընտրություններ, դա լուրջ կասկածի տակ կդրվի իր հետևանքներով կասկածի տակ կդրվի ինչ իմաստով, որովհետեւ ինչ է նշանակում մաքուր արդար թափանցիկ հավասար ասենք ընտրություններ։ Հիմա 90-ական թվականներին, երբ որ կերտում էին 90-ական թվականների, այսպես կոչված միջնամասում ոչ թե սկզբում, երբ որ կերտում էին ընտրությունները, շատ բան տապորային ձևով էր արվում։ Արկղերը վերցնում էին, տանում էին, թափում էին գետը կամ վառում էին, եթե ժամանակը հերիքում էր, հետո նոր բուլետենները պատրաստ արկղերը բերում էին, դնում էին ու հաշվում էին։ Հետո տեխնոլոգիաները զարգացան, դե արդեն շատ վայրենություններ զարգացան, սկսեցին այս ճանապարհով, այն ճանապարհով, հետո ընտրակաշարքները եկան շրջանառության մեջ։ Հիմա մենք կարծես ընտրակաշարքների դեմն առանք հեղափոխության արդյունքում։ Հիմա գանք նոր էտապի կհասնենք, ասենք ճնշումների եւ տոտալ ճնշումների ներքո կազմի ընտրությունները եւ դա չի արտահայտվի։ Դուք այս ամենը կապում եք ընտրությունների հետ։ Միանշանակ, իհարկե կապում։ Ինչ ազդեցություն կարող է Սրբազանը ունենալ։ Ոչ միայն Սրբազանը, նախ ազդեցություն կունենա որոշակի իմաստով, որովհետեւ ինքը լուրջ հարգանք վայելող հոգևորական եւ նաեւ անհատականություն է, ոչ միայն ասենք հոգևորականների շրջանում կամ հավատացյալների շրջանում, նաեւ իմ նման անհավատացյալների շրջանում ինքը շատ լուրջ հարգանք է վայելում եւ հետեւաբար իր խոսքը շատ էական կարող է լինել, բայց սա չի կարեւորը։ Կարեւորը այն է, որ նրանք ովքեր փորձեն այս կամ այն կերպ իշխանության դեմ այսպես կոչված խոսք ասեն, միտք ասեն, նրանք պետք է բանանեն, հայտնվեն համապատասխան տեղ, մինչեւ անցնի վտանգը, հանդրությունները իրենց նպատակով բարեհաջող ձևով անցկացնեն եւ դա։ Դուք հասկացում եք, որ նոր կալանավորումներ կարող են լինել ընտրություններից առաջ։ Անպայման։ Անդիմադիր, այդպես ակնառու մարդկանց հետ կապված։ Անպայման, որովհետեւ ասենք մի կողմից Նիկոլ Փաշինյանը չի հոգնում ասել, որ ժողովուրդը իր կողքին է, վստահություն ունի, որ ժողովուրդը կիսում այլ բանը, բայց մի կողմից էլ անհանգստությունը իշխանությունը կորցնելու է։ Եթե դու այդքան վստահ ես, ապա ինչ ես քայլերին դիմում։ Ցույց գնա process-ները։ Ես չեմ կարծում, որ Միքայել Սրբազանի արտահայտած միտքը, ասենք, այդ իրավական գնահատականների արժանի ինչ-որ տրվեց։ Որովհետև նմանատիպ խոսակցություններ ասենք շատ արին, ասենք շատ։ Հատկապես երբ 1 տարի առաջ էր նույն հայտարարությունը արել եւ դատախազությունը այդտեղ հանցակազմ չէր տեսել։ Իհարկե, հատկապես այդ հանգամանքը, որտեղ Դանիել Յովանեսյանը դիմել է դատախազությունը, եւ դատախազությունը ասել որ հանցակազմ չի տեսնում, հետեւաբար վարի չէր ընդունել այս գործը։ Դամար նպատակը դա է, ընտրությունների համար հարմար իրավիճակ ստեղծել է։ Առավոտից երեկո ասում որ ինքը խնդիր չունի, որովհետեւ ժողովրդի կողքին է։ Այո։ Բայց դեռ նաեւ այսպեսի բաներ անում, որ ապահովի իրը։ Իդեպ ազգային ժողովի հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կուսակցություններին անդրադարձավ, մասնավորապես դաշնակցության մասին էր խոսում, բայց ընդհանրական նաև հետո իր խոսքը ձևակերպեց, որ պետք է նրանց թափանցիկության մասով հետաքրքրվեն, իմանան ինչ է եւ բացի այդ հնարավոր է այնպիսի հարց առաջանա, որ ընտրությունների նույնիսկ չմասնակցեն։ Սա կարող ենք ասել, որ անոնս էր եւ կուսակցությունների հետ կապված արդեն ավելի խստացումներ, ճնշումներ կարող են։ Չէ, ինչ որ ինքը ասում այդ բովանդականի մասով չկա։ Իհարկե թափանցիկությունը շատ լավ է, որ չհամաձայնվեց բովանդականի մասով իր հետ, բայց նախ այդ բանն թե չի անում։ Հրապարակը մեծ բան էր գրել, հոդված էր գրել այն հետ կապված, որ ընտրությունները օրենքի խախտումով ա եղել։ Վարչության ընտրությունները իրականացվել է օրենքի խախտումով։ Գոյությունի կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, որտեղ ասվում է, որ որոշումները կայացվում են կոնկրետ ձևով, կոնկրետ վարչության անդամները պետք է ընտրվեն քվեարկության մասնակցողների կեսից ավելի ձայնով կամ նույնիսկ ձայնի իրավունք ունեցողների կեսից լավ չեմ հիշում
ամենակիչը ձայնի իրավունք կեսից ավելի քրեական մասնակցվածների, բայց այնտեղ հավաքական անդամ են դարել մարդիկ, որոնք չեն հավաքել քրեական մասնակցների կեսը, այսինքն դա օրենքի խախտում է, դա օրենքի կոպիտ խախտում է, հիմա չգիտեմ արտադրության նախարարությունը ինչ պիտի անի, շատ լավ է, որ ինքը այդ մոտեցում ունի, իհարկե մի թափանցիկությունը ֆինանսական, ամեն ինչը օրենքի համապատասխան պետք է լինի, հաշվետվականությունը պետք է լինի, ով կարա դրան հակառակ բան ասի, բայց երբ որ իրան հարց եք տալիս, ինքը ասում է բանա, բայց ձեր մոտ ինչ կա, արբանդեն նայեք, հələ մեկ էլի գոնե թեթև եք կեղծում, դուք ընդհանրապես չեք իմանում ինչ եք անում, ասում է թափանցիկ է մեր նվիրատվությունները օրինակ, որ արվում են, ոչ թե մեկ հոգի անում։ Նվիրատվությունները չեմ անդրադառնում, ես որքան որ տեղյակ եմ, բավական թափանցիկ ա եղել, ես նկատում եմ, բանա, ընտրությունները, ընտրությունները օրենքի խախտումով ա եղել։ Դե կոպիտագույն բանն է։ Հիմա դու չես կարա սխալ ճանապարհով ճիշտ տեղ հասնես, դա անհնար է։ Այսինքն մենք նայում ենք, չէ՞ թե մենք դուք ոնց եք անում, ոչ չեք անում, հետո ուրիշներին քննադատում եք։ Հետևաբար ձեր խոսքերը կեղծ են ուսին։ Հիմա այսինքն անոնսեց Նիկոլ Փաշինյանը, որ հնարավոր է ճնշումներ լինեն, երբ ասում է կարող են լինել կուսակցություններ, որոնք եթե չեն համապատասխանում այդ չափորոշիչներին, ընտրություններին չմասնակցեն։ Ինքը անոնսեց դա բանա հրահանգեր ըստ էության Վագն Հովակիմյանին, կենտրոնական հանձնաժողովի նախագահին, որ այս կամ այն ուժերին ինքը չի թողնելու մասնակցել ընտրություններին։ Լինելու այդպիսի դեպքեր։ Անկասկած, ես վստահաբար ասում եմ, որ լինելու դեպքեր, որ այս կամ այն ուժերին չեն թողնելու, որ մասնակցեն ընտրություններին։ Եվ կգտնվի իրավական այդպիսի նորմեր, որին համապատասխան չեն թողնի։ Այսինքն միշտ կգտնվի մի բան։ Այո, կգտնեն, նորմեր կգտնեն կամ ասենք գտնեն կամ չգտնեն։ Հիմա եթե որևէ մատ ազդեցիկ ուժի չունի մասնակցի ընտրություններին եւ այդ ազդեցիկ ուժը գնան դատարաններ, մատաններ ընտրություններ պրոտնետ ինչ պետք է անվի որ։ Այսինքն ինչ որ հիմնավորում կբերեն, իրան չես հիմնավորումը պատճառով ինքը չպիտի մասնակցի, ֆինանսավորումը դրսից, ֆինանսավորումը թափանցիկ չի, если մի ուժերի ազդեցության տակ է, հայրենասիրության մոդելը չի համապատասխանում իրական Հայաստանի մեր պատկերացումներին, այդ ուժը գա իշխանության վտանգավոր կլինի խաղաղության համար, հազար մի բան կան, ասել մի բան անեն։ Այդ արկել են, որտեղ օրենքը այնքան բառեր կա օրենքի մեջ, այնքան բառեր կա։ Հիմա մենք համաժողով արեցինք, չհաստատեցին մեր բանը, կուսակցությունը չհաստատեցին։ Որտեղ այնքան բառեր կա օրենքի մեջ, որ ասենք միտը կարող է պատահի այն չգերես, այն բանը չանես, այդ մեկնաբանություն լինի։ Օրինակ համար, երբ որ դու կանոնադրության մեջ գտնես հոդվածներ, հիմնական հոդված ունես, որ ասում է կուսակցությունը գործում է սույն կանոնադրության վրա, կուսակցությունների մասին օրենքի հիման վրա եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան, ապա դա բավարար է, եթե ինչ-որ բան չես գրել։ Դա քո խնդրեմն է արդեն, եթե դու խախտում անես, համապատասխան մարմինները կարող ռեակցիա տան։ Հիմա նույն հաջողությամբ էլ այնքան բաներ կա գրած, որ այսպես կոչված տերորիստական, հակապետական բաներ չպիտի լինի, լոզունգներ չպիտի լինի, մտքեր չպիտի լինի, կարող մի բանի տակ այն որ որոշ ուժերի թույլ չեն տալու մասնակցել ազգային ժողովի ընտրություններին, դա ակնհայտ է։ Ոնց կանեն, դա լավ տեխնիկայի հարց։ Դուք կարծում եք նաև հնարավոր է կուսակցություններ լինեն, որոնց փակեն։ Օրինակ դաշնակցության մասով արդեն իսկ խոսում է այդ մասին, որ ինքնալուծարվեք, հետո Փաշինյանը մեկ անգամ ասաց, որ իրավական գործընթացներով դա պետք է արվի։ Հնարավոր է մյուս դրան էլ հասնենք արդեն եւ այլ Փաշինյանը շատ լավ հասկանում, եթե դաշնակցությունը կուսակցությանը փակեն, դա ավելի վատ կլինի հենց իր համար, որովհետեւ այդ դեպքում դաշնակցությունը կուսակցությունը ավելի կուժեղանա։ Ինչպես կուժեղանա։ Կուժեղանա, դա համախմբում է, որովհետեւ դաշնակցություն կուսակցությունը ինքը որպես կուսակցություն անեշու պարտադիր պիտի խորհրդարանում լինի, որ պայքարի այն նպատակների համար ինչ որ հետապնդում է, ինքը կարող խորհրդարանը դուսել լինի հաջողության պայքարում եւ խորհրդարանում լինի ավելի լավ իր համար, որ ասել կարող է ամբիոն օգտագործի, դիրք օգտագործի եւ այլն։ Այսինքն դաշնակցությունը փակել է իմաստու, նպատակարար չի եւ ձեռնտու չի ների իշխանություններին։ Դեմոկրատիական ժամանակ է դեմոկրատիան փակեց, բայց բանալ հակառակ էֆեկտն եղավ։ Բայց հնարավոր է այլ կուսակցությունների հետ կապված նույն ճնշումները լինեն։ Այո, ոչ թե կփակեն, այլ թույլ չեն տա մասնակցել։ Հիմա Վարդան Ղուկասյանի մասին է շատ խոսում, որ հնարավոր է նրան կալանավորեն։ Դուք այս հռետորաբանությունը, որ հնչեցվում է իր նկատմամբ, այդ կանխատեսումներ ունեք, որ հնարավոր է կալանավորեն։ Ես չեմ լսել կոնկրետ ինքը ինչ է ասել։ Ասենք ինքը ուղիղ իմաստով ասել է, որ ով որ բանա Ռուսաստանի միությանը դեմ է։ Քաղաքական դաշտից դուրս պետք է շպրտել ասել է։ Ներողություն, ինքը ինչ ասել, ասել է, չէ, Վարդան Ղուկասյանը թրքահապատակ շամորդի է, դե ասել։ Դե չպիտի ասի։ Չպիտի ասի։ Եվ նույն կերպ այն ով որ Եվրոմիության կողմնակիցն է,
չպիտի ասի, որ Եվրոմիսիան կողմնակից չի, ապա նա բանը ռասահպատակ շամ որդի է։ Էն չպիտի ասվի։ Բայց երկու տեսակետները կարող են երկու կամ երեք տեսակետներ կարող են Երևանը Նա նկատի ունի, որ թուրքական վիլայետ ովքեր ուզում են սարքեն Հայաստանը։ Նաև այդ համատեքստում էր։ Չէ, եթե ասել ովքեր ուզում են Հայաստանը սարքեն թուրքական վիալետ, թուրքահպատակ շամորդիներ են, էլի կարելի էր մարսել, բայց նրանք ովքեր որ դեմ են Ռուսաստանի Բելարուս միությանական բանի միանալուն, դրանք են թուրքահպատակ բաներ, շամորդիներ, մի հսկայական մարդկանց բազմության համար դա վիրավորական խոսքեր են օրինակի համար, դա չի կարելի ասել, բայց դրա համար պետք է ինքը պատասխանատվություն կրի բանը կալանավորի բան, ես դա չեմ կարող ասեմ, այսպես թե այնպես ինքը համայնքի ղեկավար է եւ հետեւաբար կարող նաև քաղաքական հայտարարություններ անել, կարելի է համարել որպես քաղաքական հայտարարություն, մի քիչ կոպիտ, բայց քաղաքական հայտարարություն։ Ցանկության դեպքում պատճառներ կգտնեն, լավ, որևէ դժվար բան չկա։ Խոսենք նաև Նիկոլ Փաշինյանն անվստահություն հայտնելու գործընթացից, դուք փաստացի չեք միանում գործընթացին, ձեր տեխնացուին եք առաջադրում, բայց տեղեկություններ կա, որ նաև քննարկումներ եք այս օրերին ունեցել, ամեն դեպքում մտածում եք այս հարցի շուրջ, ինչ քննարկումներ են։ Բայց Հերմինե ջան, ինչ արժան մեջ եք միանում գործընթացին, երբ որ մեկ եք սկսել գործընթացը։ Դուք սկսել եք, այո, բայց մեկ սկսել եք գործընթացը։ Հիմա նկատի ունեմ հիմա, որ երկու խմբակցությունները իրենք փաստորեն իրենց ձայները դրել են, ստորագրությունները դրել են, բայց դուք չեք միանում այդ գործընթացին։ Բայց քննարկենք, բայց իրանք չեն միանում այդ գործընթացին։ Իրանք չեն միանում այդ գործընթացին օրինակի համար։ Հետաքրքիր է, իրանք չեն։ Էլեմենտար հարց է։ Էդմոն Մարուկյանի դեպքում հնարավոր հեշտ, ավելի հեշտ հալար լինի թե չլինի իմպիչմենտ իրականացնել, թե Դավիթ Համբարձումյանի պարագայում։ Բայց Մարուկյանը հեղափոխական արժեքների կրող է, քաղաքացիական պայմանագիր խմբակցության շատ անդամների հետ շփումներ ունեցել, ես կարծում եմ հիմա ունի շփումներ, նորմալ հարաբերությունների մեջ է, այդ իմաստով ավելի վստահելի կլինի քաղաքացիական պայմանագիր խմբակցության որոշ պատգամավորների համար հավանական, որոնք կարող է պատահի այդ դիրքը ընդունել, քան թե իմից դեպքում։ Բախի չեն դա անում։ Ասենք օրինակ դե իրենք իրենց տեսակետը հայտնեցին։ Չէ։ Բայց ամեն դեպքում դուք քննարկումների մասնակցում եք։ Եթե դու ուզում ես իշխանություն վերցնես, դա ուրիշ հարց է։ Եթե դու ես Նիկոլ Փաշինյանին հեռացնես իշխանությունից, դա լրիվ ուրիշ հարց է։ Եկեք Նիկոլ Փաշինյանին հեռացնենք իշխանությունից, ԿՊ-ին հեռացնենք իշխանությունից, 6 ամիս ժամանակով ստեղծենք հավասարակշռված կառավարություն եւ այդ 6 ամիսից հետո բոլորս գնանք ընտրությունների։ Նիկոլ Փաշինյանը հանգստանալուց հետո თუ գա ներկայանա ժողովրդին ինքը վստահ որ ժողովուրդը իրան ձայնը տալու, ներկայացնի պետությունը կործանելու իր ծրագիրը եւ ժողովուրդը իրան ընտրի, մենք էլ ծառայենք, լծվենք այդ գործին։ Պետությունը, քանի որ ժողովուրդը ընտրում է այդ տարբերակը պետությունը կործանելու, մենք էլ լծվենք այդ գործին, պետությունը կործանենք, պրծնենք։ Այդ խաղաղությունները հաստատենք, հավերժ խաղաղություն առանց Հայաստանի պետականության տարածաշրջանում ու գնանք Փաշինյանը որ ընտրվի պետությունը կկործանվի։ Այնքան էլ որ ինքն անում է, դա բերում է հայոց պետականության լուրջ ռիսկեր կա այդ քայլերի մեջ, հայոց պետականության հետագա գոյության։ Բայց ինքը հակառակն է հավատում, որ այդ ամենը որ անում է, ավելի ուժեղացնում է Հայաստանը։ Հիմա հետ դառնանք, ասենք, հետ դառնանք իր խոսքերի եւ արարածների եւ արդյունքների հետևանքներ անալիզ անենք։ Ինքը միշտ էլ մեծագույն հավատով ասել է միտք ու հաջորդ պահին հերքել է։ Եթե մի տարի առաջ կամ 6 ամիս առաջ հերքում էր 3-4 տարվա առաջվա ասածները, հիմա հերքում են ընդամենը 1-2 ամսվա առաջվա ասածները։ Շատ մեծ համոզվածությամբ աչքերից ճառագում էր համոզվածությունը, երբ որ ինքն ասում էր, եւ այդ համոզվածությունը նաեւ տարածում էր մեր վրա, մեր հասարակ բախանացների վրա։ Որ հայտարարությունը Արցախ-Հայաստանը է վերջ, չէ, որ խաղաղության պայմանագիրը լինելու է ձախ կողմում, Մինսկի խմբի ուղղված դիմումը լուծարու հետ կապված աջ կողմում։ Սկզբից ստորագրել եմ խաղաղության պայմանագիրը, հետո ստորագրել եմ Մինսկի խմբի լուծարման հետ կապված փաստաթուղթը։ Դիմումը էլի, ճանաչ ինչ կապ ունի ինքը որ ինչ պիտի բանանել։ Բայց դա չար է։ Հա, բանա, դու նախաստորագրվել է այդ բանն անում, չի կներեք բառը, մեր կրուտիտն անում, նախաստորագրվել է թե խաղաղությունը հաստատել է, թե կարելի է այդպես անել, բայց նախաստորագրումը դա չի նշանակում։ Իսկ խաղաղության պայմանագիրը ստորագրելը չի նշանակում խաղաղությունը։ Ինչնաս նախաստորագրված փաստաթուղթը, ծիծաղելի է։ Բայց ինքը նույն համոզվածությամբ է ասել մտքերը։ Հիմա նույն համոզվածությամբ ասում է, ուզում է 4 հանրապետություն ստեղծի։ Կնստի կնայի ժողովրդի աչքերին հերթատեսից կամ բանը միտեղ հանրավականի, ասի ինչ եք ուզում։ Ես չեմ հասկանում։ Ու մենք
տարիներ իվեր պայքարենք ցեղասպանության դեմ։ Հիմա մենք ունենք ցեղասպանություն անորներ ունենք, 3000 ադրբեջանցիները թողան ստե միասին ապրենք, պետությունը ստեղծենք։ Դա մի արգումենտ։ Նոր պետություն է ստեղծում, նոր շինթույլտվություն է պետք է։ Մակակասիլը շինթույլտվություն բեր, որ դենամ մակապետի շինթույլտվություն տա, որ ինքը պետություն կարող իր լեզվով ասած կադաստրի վկայական։ Է մակակասին որ շինթույլտվություն տա, գնա հարևանից թուղթ բեր, տնակ վեգի ջուրը, լույսը, մույսը ոչ ես փագում։ Գալու հարևանից թույլտվություն վերցնի, հարևանները չեն տալու այդ թույլտվությունը, առանց որևէ բան ստանալու։ Նույն Էրդողանը չի տալու, այդ ինչ-որ բան չստանա։ Բայց սա բերել են խնդիրներ։ Ես պատահաբար չեմ ասում, Վաշինգտոնյան համաձայնագրերը դեպքերի որոշ ընթացքի դեպքում կարա բերի շատ լավ արդյունքների, իսկ դեպքերի որոշ ընթացքի դեպքում հիմք կդառնա Ադրբեջանի ծրագրերի իրականացման Արևմտյան Ադրբեջան բանով, որ մեկ էլ մեր որոշ քաղաքական գործիչներ ասում են Ադրբեջանը երբ ասում Արևմտյան Ադրբեջան, ինքին նկատնում է իրաց Ադրբեջանի արևմտյան մասը, ասենք դեպս բանալի, մանկական բաներ, կամ Նիկոլ Փաշինյանը որ ասում է Զանգեզուրի Միջանցքը որ ասում է նկատնում է հորադիս Զանգելան այդ հատվածը, ասենք ծիծաղելի է։ Բայց դեպքում ինչ է միջազգային ասպարեզների բարերում ասում թուչաս այդ բարերը, դա մեր սուվերենության հետ կապված։ Բայց Փաշինյանը մեղավորությունն է, որ այդ բառերն ասում է։ Հիմա նույնիսկ այդ բառերը չեն կարևոր, կարևորը էությունն է։ Դու կարես այդ օգու անունը դնես չինական Պարիսպ հայոց պետականության համար, բայց արդյունքում դուք գա Միջանցքից է բետար բան։ Օրինակ, կարես անուն դնես Միջանցք, բայց արդյունքում դուք գա իսկապես չինական Պարիսպ հայոց պետականության համար։ Նայես ոնց պիտի դու հետագա քոքալերը իրականացնես։ Իդեպ Արարատ Միրզոյանը երեք հարցազրույցի ժամանակ Վարշավայում անվտանգության ֆորումին էր մասնակցում, որից հետո հարցազրույց է տվել եւ նա ասել է, որ նախապայմաններ է առաջ քաշում Ադրբեջանը եւ ոչ թե մեկ նախապայման, այլ նախապայմաններ։ Այսինքն սահմանադրությունից բացի այլ նախապայմաններ է առաջադրում եւ հիմա դուրս է գալիս, եթե ասում են խաղաղությունը եկել է, բայց եթե խաղաղությունը եկել է, ինչպես է նախապայմաններ առաջ քաշում եւ Միրզոյանն էլ ասում է, որ դրա համար չի ստորագրվում։ Այ մի երկու դեպք եղել է, որ վարչապետը մի բան ասել Միրզոյանը մեկ այլ բան ասել։ Իմ հնչեցած մի քանի անգամ նույնիսկ բան ասել Միրզոյանը, որ նույնիսկ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո սկի խաղաղություն։ Չես կարող ստանալ խաղաղ, ճիշտ է ասում, բնականաբար։ Ուրիշ հանգամանքներ պետք է նաև լինեն, լիք ուրիշ հանգամանքներ պետք է լինեն։ Ես չեմ հոգնել, մի անգամ էլ կասեմ, ձեր տաղավարում կասեմ։ Նիկոլ Փաշինյանի եւ Հովիկ Աղազարյանի հավաքական Հովիկ Աղազարյանի խաղաղության մոդելը մեկն է, Էրդողանի եւ Ալիևի խաղաղության մոդելը մեկ այլ։ Նիկոլ Փաշինյանի եւ Հովիկ Աղազարյանի խաղաղության մոդելը հետեւյալն է, որ մենք պետք է հարևանների հետ եւ առաջին հերթին Ադրբեջանի հետ, երկրորդ հերթին Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ ստեղծենք հետագա բարեկամական հենքեր ունենալու նպատակով։ Խաղաղություն լրիվ մարդկային հասկանալի մեր պետականության սուվերենության հիման վրա շատ լավն է։ Բայց այս խաղաղության մոդելը կայուն մոդել չի խաղաղության, որովհետև Թուրքիան եւ Ադրբեջանը վախենում են Հայաստանից։ Մենք ձեզանից վախենում ենք, մենք ձեզանից շատ ենք վախենում։ Դուք կհարձակվեք եւ Բաքուն կգրավեք թեք խմեք կհանգստանաք, հետո դրանք Ստամբուլը կսարքեք Արյանցով։ Հետեւաբար իրանք ունեն խաղաղության իրենց մոդելը։ Տարածաշրջանում հայոց պետականություն չպիտի լինի, կոտորած բանը, մոռանակ էդի հնարավոր ոսորի մանտրությունները պետք է ուրիշ ձևով կեղծվեն, այդ հնարավոր մեթոդները ցեղասպանության մոռանանք։ Տարածաշրջանում հայոց պետականություն չպիտի լինի, այլ կապրեն չեն ապրի, դա իրենց գործն է, այդ ժամանակ կլինի կայուն խաղաղություն։ Հիմա իրանք այդ ճանապարհով են գնում։ Մենք էլ որոշ մեր քայլերով նպաստում ենք այդ ճանապարհի իրականացմանը։ Հիմա Թրամփը կարող են ազդեցություն ունենալ այս գործընթացում, որ ասի իմ ներկայությամբ եք ստորագրել, նախաստորագրել եւ հիմա ինչու եք նոր նախապայմաններ առաջ քաշում։ Բայց այդ դեպքում ինչու են այդքան ողջավորված, որ Թրամփի ներկայությամբ եք ընկվել։ Թրամփը ոչ մի չի կարանի, եթե Էրդողանը մտնի Հայաստան, մտնի Երևան եւ Հովիկ Աղազարյանի նման սրիկաներին բանտարկի կամ սպանի, որովհետեւ Հովիկ Աղազարյանի նման սրիկաները Տրամփի խոսքը չեն հարգում եւ էսկալացիոն բնույթի հայտարարություններն անում, իսկ գործողություններն անում Տրամփի խոսքը տեղ հասցնելու համար։ Կմտնի, կմնա։ Տրամփն Զանգեզուրի կասի, ախպեր, ես ինչ ես անում, կասի, ոյա, ես ո՞նց կարամ թույլ տամ, որ քո անունը ոտնահարեն, դու ստեղ խաղաղություն ես հաստատել, իսկ մի քանի սրիկաներ թույլ չեն տալիս Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ինքը այդ խաղաղությունը պահի եւ Տրամփի ուղի կյանքի կոչի։ Մենք կմնանք այնքան, որքան անհրաժեշտ է
քո արած գործի իսկական արդյունքները քաղելու համար ոչ միայն Թուրքիան ու Ադրբեջանը, այլ ողջ տարածաշրջանը եւ ամբողջ Հայաստան աշխարհը։ Պրոբլեմա, հա։ Պրոբլեմա այդ խոսքերն ասելը։ Հիմա ինչ է լինելու այս դեպքում։ Այս դեպքում, եթե մենք կարողանում ենք Իրանի Իսլամական Հանրապետությանը, Չինաստանին, Ռուսաստանին ներգրավենք Տրամպի ուղու, այսպես կոչված ճարտարապետության մեջ, ապա ամեն ինչ շատ լավ լինելու մեր համար։ Այդ ուղին դառնալու է մեր համար չինական պարիսպ իր տնտեսական, քաղաքական, սոցիալական եւ բոլոր իմաստներով։ Եթե մենք չկարողանանք Իրանի Իսլամական Հանրապետությանը, Չինաստանին եւ Ռուսաստանին կամ դասի մասին ներգրավենք այդտեղ, ապա դեռ իրականելու են թուրքերը եւ ադրբեջանցիները իր բոլոր բացասական։ Բայց կարծես թե կարողանում են ներգրավել, ուզում են ինչ-որ ձևով այդպես բոլոր կողմերին բավարարել։ Կլինի, լավ։ Հա։ Բայց չեք հավատում որ կլինի։ Չեմ հավատում։ Ինքը իմիտացիա է անում, որ այդ ուզում այդ անի, հետո կասի դու չեղավ, ինչ անեմ։ Այսինքն չեն համաձայնվի մյուս կողմերը Ռուսաստան, Իրան։ Թե այնտեղից չեն համաձայնվի։ Ադրբեջանը, Թուրքիան, ես Տրամպի ուղի բանը, այդ ամեն ինչ որ կա, դա Էրդողանն արել, ոչ թե Տրամպն արել, ոչ էլ Ալիևը, ոչ էլ Նիկոլ Փաշինյանը, սա Էրդողանի ծրագիրն է, Էրդողանն է ծրագիրը իրականացրել եւ ինքը որպես երևի բոլոր ժամանակների իմ կարծիքով բոլոր ժամանակների ամենաուժեղ ղեկավարներից մեկը շատ նրբորեն այդ խնդիրը լուծում է։ Հայաստանը վերացնելու խնդիրը լուծում է, հայոց պետականությունը վերացնելու որպես մի ծահոքի մարդ կարող է համաձայնվի 10,000 քառակուսի կիլոմետր։ Բայց փաստաթղթում նշված է Հայաստանի իրավազորությունը, ինքնիշխանությունը, օրենսդրությունը ամբողջը պետք է պահպանվի, այդ ամենին համապատասխան պետք է լինի։ Այո, ես իմ իրավազորության, ես իմ սուվերենության շրջանակներում որոշում եմ կայացնում Հայաստանի կեսատամ Ադրբեջանին, որ շամվորդու գործն է։ Որ շամվորդու գործն է խառնում իմ ներքին գործերին։ Ես իմ երկրի կեսը տալիս եմ Թուրքիային, կեսը տալիս եմ Ադրբեջանին։ Ով կարա բան ասի ինձ։ Դա իմ սուվերեն իրավունքն է։ Ես իրավունքն եմ տնօրինեմ հայ ժողովրդի, ես հայ ժողովրդի իշխանությունն եմ եւ ես իրավունքն եմ տնօրինեմ այդ ամեն ինչին։ Եվ ես իմ սուվերեն իրավունքը իրացնելով Հայաստանի կեսը տալիս եմ Ադրբեջանին, կեսը տալիս եմ Թուրքիային։ Ում ինչ գործն է։ Ով կարա խոսա 21-րդ դարում պետության սուվերեն իրավունքներին խառնվի։ Դա ձևակերպումներ է։ Դա ձևակերպ սուվերեն իրավունքներ։ Բա ինչ պետք է գրեին։ Թիթիզ ձևակերպումներ է։ Անի, ոչ թե գրի։ Գրել միշտ դեպի գրում են, սա փաստացել է ռազմավարական դաշինք Չինաստանի հետ, ռազմավարական դաշինք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ռազմավարական դաշինք Հնդկաստանի հետ։ Բայց դավաճան բառը արժեզրկվի, դրանց դաշինքների բառը։ Բայց այլ ելք կար, քան այս ճանապարհով գնալը։ Փաշինյանի կողմից, հա։ Չէ, ես գտնում որ Վաշինգտոնյան համաձայնագրերը նորմալ են, լավ են, բայց դու շարունակում ասել հետեւյալը, որ մի դեպքում դա կարող լինի կործանարար հայոց պետականության համար, մի դեպքում կարող լինի շատ օգտակար։ Հիմա ստեղ հարց առաջանում Նիկոլ Փաշինյանը իր իշխանությամբ ի վիճակի է տանել այն ճանապարհով, որ շատ լավ լինի Հայաստանի համար, ոչ ի վիճակի չի։ Ինչու՞։ Որովհետև բոլոր որոշումները կայացնում ենք միաձայն, ոչ մեկին չի լսում, ոչ մեկի խորհուրդը չի լսում եւ հետեւաբար ինքը։ Բայց կան խորհուրդ տվողներ իրեն։ Իր թիմից։ Բայց թիմից կան։ Բոլորը համաձայն են իր հետ։ Ոչ համաձայն են, նույնիսկ շատերը ասում են, որ դա իրաց գաղափարն է, որ Նիկոլը իրացից լսես բան արել։ Այդպիսի падգամավորներ կան կամ կառավարության անդամներ։ Բա իհարկե, հիմա այդ տրենդն է, չէ՞, ասենք, բայց խեմ ասում 1.7 Նիկոլ, 2.2 Նիկոլ, այսինքն այդ մարդիկ իրենք ցույց են տալիս, որ այդ ոչ թե Նիկոլը ասեց, մենք լսեցինք, ես կոնկրետ Այլ դա իմ գաղափարն է, ես եմ ասել, Նիկոլն է ինձ ասել, ասենք իրանք դնում են կարգավիճակի մեջ եւ Նիկոլ Փաշինյանը փաստորեն չի ունենում իր տեսակետների, այսպես ասած, ռևիզիայի հնարավորություն եւ ինքը որոշումները ինքն է կայացնում, ոչ մի չի վստահում։ Այդ դեպքում ինքը մարդը կարա սխալվի, այդ սխալը լիլոր ճակատագրական, ինչպես մի քանի սխալներ արդեն եղել է։ Իդեպ իր թիմից իրեն մրցակից կա կարծում եք, կամ մեկը որ ուզում է վարչապետ դառնալ, Փաշինյանի մրցակից կարող է լինել։ Ես չեմ կարծում, որ ներքին ասի բանի մեջ ձևի տրամադրություն կա, որ ինչ-որ մեկը ներքին խաղեր բանանի, որ կարող Արսեն Թորոսյանը։ Արսեն Թորոսյանը նույնիսկ այդպիսի հավակնություններ կարող է։ Հա, ինքը կարող ունենա։ Ինչու՞։ Իր մարդկային որակն է այդ ձևի։ Դա վատ բան չկա հիմա։ Ես վատ մասով չեմ ասում։
Մասն Թուրքիայում մենք տվել ենք բան, չէ՞։ Բարոն ասել են 4.4 Նիկոլ։ Ասենք 4 անգամ ավելի Նիկոլ, քան թե Նիկոլը։ Իդեպ Աննա Հակոբյանը ի վերջո ավարտել է Էրդողանի գիրքը, չգիտեմ կարդացել եք իր հրապարակումը թե ոչ, ավելի արդար աշխարհ հնարավոր է գիրքն է կարդացել եւ ասում է, որ գիրքը ՄԱԿ-ի կառուցվածքը փոխելու, անվտանգության խորհրդի մշտական անդամների իրավունքները վերանայելու, կազմակերպությանը մեր ժամանակների մարտահրավերներին արձագանքելու իրական գործիքակազմով օժտելու մասին է։ Սա մեսիջ պարունակում է այս հայտարարությունը եւ առասարակ այն, որ այդ գիրքը պետք է կարդալ եւ այլն։ Մենք միշտ կարդանք։ Չգիտեմ, ինչ մեսիջ է պարունակում։ Ես ճիշտ ասած չէ, բայց դատելով ձեր ասած խոսքից, որ այդ բովանդակությունն է կրում այդ գիրքը, դա ուրեմն հետաքրքրություն ներկայացնում է իրանից։ Ասում է ըստ հեղինակի աշխարհը չի կարող մնալ ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական 5 անդամների կմահաճույքին։ Ինչու է այս հատվածը շեշտադրել եւ այլն։ Դե որովհետեւ բանը, որովհետեւ Թուրքիան ասենք չի հաշտվում են դերի հետ, որ իրան վերապահված է, ինքը ուզում է առաջի շարքերում էլ դի բնական է։ Դա հասկանալի է, բայց երբ որ վարչապետի կինը անդրադառնում է գրքին, այդ հատվածներն է ներկայացնում, հարցեր առաջացնում է թե ոչ։ Չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ դա բանը, որովհետեւ դա շատ խորը բան կրնի, հիմա ես ինչ ասեմ։ Դա երևի 3 տարի առաջ 3 տարի առաջ մոտարապես վարչապետը բոլորիս նվերներ էր ուղարկում տնտեսներին, առաջ կոնյակ էր ուղարկում, հիմա 3 տարի առաջ բան ուղարկեց, երկին նայրին ուղարկեց, եւ նա դե փող կապ, ասենք երկին նայրին։ Դե շուտ էի կարդացել, ասենք նա նույնիսկ կարդացի եւ վախեցա։ Մեսիջ էր դա։ Մեսիջ էր դա։ Շատ նշանակ որ էսեք կորցնեք։ Կամ 10000 քառակուսի կիլոմետր գաղաչի որ բերեմ, գոնե դա շնորհակալ կլինեք։ Անդրադարձի բանը չտա, քեթերային մետերային։ Թե ով է ուզում, էթա Վան, ով ուզում էթա Ղարս, կա Հայաստանում մեկը որ այսպեսի նկարտումներ ունի, չկա, այդպեսի մարդ չկա Հայաստանում։ Դու դաշնակցության մեջ չկա այդպեսի մարդիկ, որ ասենք էթան Ղարսը գրավենք։ Հա գնա գրավի, ինչ ես անելու։ Ղարսը գրավի, իգդիրը գրավի, քրդերով թուրքերով մեր սակի մատ պետիցիոն, որտեղ դու կրնես 20%-անոց կամ 10%-անոց մի բան փոքրամասնություն եւ պարլամենտում տեղ կունենաս երևի մի քանի օքով։ Ասի իմաստը որն է։ Այդ ժամանակ հարցրեցիք թե ինչու է այդ մեսիջը, մեսիջանի իմաստով, որ տեսեք մենք ինչ մեծ մարդու հետ ենք, ես եմ Երևանի մեծ մարդ համարում, մեծ քաղաքական գործիչ համարում, մեծ մարդու հետ ենք շփվում եւ իր այդ շփումը։ Իր ազգի համար գուցե մեծ է։ Հա, իր ազգի համար մեծ է եւ բանա եւ խելոք է նաեւ։ Հիմա կարող է այդ մեսիջն է, որ մենք շատ լուրջ մարդու հետ ենք շփվում, բարեկամությունով, տեսեք ինչ հարցեր է քննարկում ՄԱԿ եւ այլ եւ այլ եւ այլ։ Դա կարող է մեսիջն է։ Երբ գիրքը նվեր ստացաք այդ ժամանակ հարցեր չհնչեցեցիք, թե ինչու երկիրնայերին հենց Փաշինյանը ձեզ նվիրեց։ Պատգամավորներիդ, այսինքն։ Պատգամավորներին էր նվիրում գիրքը։ Պատգամ, հա, դե ասենք բանը որպես վարչապետ տնյանորներին բոլորին նվերներ էր ուղարկում։ Մի նույն նվերները բոլորին։ Հա, երևի թե չգիտեմ իհարկե, բայց ես կարծում եմ դες երկիրնայերին էր։ Այդ անգամ դե ոչ ես գիտեմ որ մենակ ես չի նվիրել երկիրնայ, գիտեմ որ էլի մարդու նվիրել, բայց բոլորին թե ոչ չգիտեմ, բայց երկիրնայերին էր, իսկ երկիրնայերին դա բան է, ասենք Չարենցի ստեղծագործությունը եւ ամենասարսափելի, ամենավտանգավոր հայ իրականության մեջ ամենավտանգավոր ստեղծագործությունից մեկն է երկիրնայերին ոչնչացնող, մորթող, սպանող, առանց հեռանկարի ստեղծագործություն։ Հեչ չես ասի, որ էդ էլա նույն մարդը գրել, այն բանել է։ Ես իմ անուշ Հայաստանի էդ էլա նույն մարդը գրել։ Հեչ չես ասի։ Ասենք եւ բերել այդ դիրքը դնել շրջանառության մեջ, բանանել, ինչ-որ ակնարկներ անել, որովհետեւ Չարենցն ինչ անում, սա բոլորին բան անում, քննադատում է, բոլորին վերացնում է, բայց հույսի բան չի տալիս, որ ինչ-որ մեկն էլ բան անի նպատակ ունենա ինչ-որ բանի հասնի, դու շատ ոտ մեսիջ էր։ Հիմա եւ Նիկոլ Փաշինյանը փաստորեն ճանապարհով այդտեղ վերից հասնեց շորտ հանրապետության ստեղծման, այսպես կոչված գաղափարին։ Ինքը գաղափարի վրա սևեռված է, բայց գաղափարի վրա սևեռված է, բայց երբ որ սահմանադրությունը փոխեր, երբ որ զինանշանը փոխեր, երբ որ օրենքը փոխեր, բնականաբար այդ գդալը շորտ հանրապետության սկիզբը։ Ինչ կարիք կա այսպես կոչված քանդել երրորդ հանրապետությունը եւ նոր կառուցել չորրորդ հանրապետությունը։ Իր մոտեցումը դեպի է քանդել երրորդ հանրապետությունը եւ նոր կառուցել չորրորդ հանրապետությունը։ Հիմա սկզբից ասենք պատմության հետ կապված խնդիրներ ունենք, բանման պատմական բաներով չապրենք եւ այլ, բայց մեր արդեն բան արմատները կտրենք, մենք ասենք
դառնանք Ադրբեջանի նարատիվների կրողը, որ ասում է դուք եկել եք ստեղ, դուք պետություն չեք ունեցել, բան չեք ունեցել, եկել եք ստեղ, հիմա ստեղծեք պետությունը մի անկյան վրա մնացեք կամ մեր հետ միասին այդ պետությունը ստեղծեք։ Դա շատ վտանգավոր է։ Եվ ամփոփելով զրույցը հարցը կիսատ մնաց անվստահություն հայտնելու գործընթացը որ փուլում է, ում եք հանդիպել, ինչ քննարկումներ են ընթանում։ Դավիթ Համբարձումյանը մենք շուշուտ ենք հանդիպում տարբեր առիթները, վերջի հանդիպումներից մեկը մեկում այդ թեմաները մենք շոշափեցինք, ես իմ մտահոգությունները ասեցի, որ ասի քո դեպքում Դավիթ ջան, ասի քո դեպքում շատ դժվար կլինի, ինչքան ես սիրում հարգում եմ, քո դեպքում շատ դժվար կլինի մեծ իրականացնելը, մեր դեպքում Էդմոն Մարուկյանի դեպքում դա շատ ավելի հավանականությունը շատ ավելի մեծ է, ոչ թե ասում կլինի, շատ ավելի մեծ է, միանանք, բանանանք, հավասարակշռված կառավարություն ստեղծենք, ասենք Էդմոն Մարուկյանի շուրջ, 4 ուժերից բաղկացած, Հայաստան դաշինք, Պատիվունյան դաշինք, արտախորհրդարանական ուժերի միավորում մի հատ եւ մենք ասենք հավասարակշռված կառավարություն ստեղծենք, որ ոչ մեկը չկարողանա քաղաքական վերմակը քաշի իր վրա եւ գնանք ընտրությունների։ Եվ ինչ եղավ պատասխանը։ Դե ոչ հնարավոր պատասխան չկա այդ իմաստով, իրանք շարունակում են այդ տարբանա իրանց գիծը։ Ես մենակ մի բան կարամ ասեմ որպես լրացուցիչ բան, ասենք այդ հանգամանքների վերաբերյալ, բայց ես չեմ կարծում, ես հիմա իմ անունից եմ ասում իհարկե, պարոն Ասլանյանի անունից չեմ ասում, բայց ես չեմ կարծում, որ իմ պատճառով իմպիչմենտ չի լինի։ Ասենք օրինակի համար։ Այսպես դες պետք է չէ 54 դան պետք է չէ։ Եթե մենք նույնիսկ միանանք, գումա 36 դան պետք է չէ։ Իրանք թող ներկայացնեն իրենց բանաձևը 54 դան ապահովելու, մենք ներկայացնենք մեր բանաձևը 54 դան ապահովելու։ Դրանք ու բանաձևն ավելի բան, այսպես կոչված հիմնավոր։ Բայց մամուլում տեղեկություններ կան, որ դուք երբ հանդիպել եք փոխվարչապետի պաշտոնի համար եք խոսել, որ երաշխիքներ պետք է տրվի ձեզ, որ փոխվարչապետի պաշտոնը ձեզ կտան, այդ դեպքում դուք կմիանաք։ Ինձ ասենք ֆիզիկապես ինձ թե մեկ նշանակենք։ Ձեր ղեկա հնարավոր է տեխնացուին կամ ձեզ, չգիտեմ։ Դուք հավակնություն չունեք։ Ես ինքս կոնկրետ չունեմ բնականաբար եւ այդ խոսակցություն չի եղել։ Մենք ունենք մեր տեխնացուն Էդմոն Մարուկյանն է, մենք նորից եմ ասում, բերեք ներկայացնենք մեր բանաձևը 54 ստորագրություն ունենալու, իրանք ներկայացնեն իրենց բանաձևը 54 ստորագրություն ունենալու եւ քննարկենք այդ բանաձևը եւ քննարկենք այն ռիսկերը, որ իրանք ունեն մեր նկատմամբ, մենք ունենք իրենց նկատմամբ, այնպիսի որոշումներ կայացնենք, որ այդ ռիսկերը ընդամենը 6 ամիս կարողանանք կառավարենք եւ գնանք ընտրությունների։ Բայց փոխվարչապետի պաշտոնի հետ կապված դուք մեր տաղավարում խոսել եք։ Ասել եմ ինչ։ Որ եթե ժամանակավոր կառավարություն է ձևավորվում, պետք է նաև երաշխիքներ ձեզ տան, որ այդ պաշտոններում դուք կլինեք։ Դե հիմա եթե բանը, հիմա եթե պատմում դաշինք դասի պարոն Աղազարյան, եթե դուք ու Ասլանյանը միանում եք մեր նախաձեռնությանը, ապա կառավարության ողջ կազմը ձևավորում եք դուք։ Իհարկե կմիանանք։ Միայն դուք ձևավորեք կազմը։ Այո, միայն մենք։ Այդ ծայրահեղ բանն եմ ասում, էլի։ Այդ դեպքում ես ո՞ւս կարող հակառակվեմ դրան։ Ասենք եթե պատիվունեմ դաշինքը հրապարակավասի, որ մենք համաձայնենք, որ ես բան եմ անում, մի քիչ գրոտեսկ եմ անում, էլի կներեք։ Պատիվունեմ դաշինքը հրապարակավասի, որ մենք համաձայնենք, որ պարոն Ասլանյանը եւ պարոն Աղազարյանը ձևավորեն ողջ կառավարության կազմը, Դավիթ Համբարձումյանը կառավարության ղեկավար, թողան միանան մեր նախաձեռնությանը, կարող է միանանք։ Կամ ո՞ս այդ դեպքում ո՞ս կարանք չմիանանք։ Առաջարկել եք դա։ Հենց առաջարկում եմ, էլի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։